Ողջույն, ես Էդուարդն եմ և դուք դիտում եք պրոդյուսերը։ Այսօր աշխատելու ենք մի ֆանտաստիկ ստեղծագործության վրա, որին ես ուղղակի սիրահարվել եմ, երբ որ լսել եմ։ Խոսքս գնում է Ջուլիանայի Սարերին գարուն կուգա ստեղծագործության մասին, որը հիմնված է Կոմիտասի բանաստեղծության վրա, իսկ երաժշտության հեղինակներն են Ջուլիանան եւ իր եղբայր Անդրանիկ Բերբերյանը, ովքեր եւ կլինեն մեր այսօրվա թողարկման հյուրերը։ Ողջույն բոլորին։ Լսենք մի փոքր հատված օրիգինալ ստեղծագործությունից եւ ներկայացնեմ մեր այսօրվա պրոդյուսերներին։ Եվ այսպես, իմ հետ այսօր կպրոդյուսեն Ռուբեն Անտոնյանը, Ուրմիան եւ Տրաքելը։ Ոու, մի րոպե, բա վաչը, հա, այսօր վաչը չի լինելու։ Բայց չի լինելու հարգելի պատճառով, քանի որ այս ամբողջ ընթացքում վաչը զբաղված էր իր կավիճ նախագծի նոր ալբոմի թողարկմամբ, որը կոչվում է Սեզոնի ավարտ եւ հասանելի է բոլոր հարթակներում, շատ խրախուսում եմ չեք աղոթանեք։ Բայց ծրագրից հետո էլի։ Իսկ մինչ այդ մենք անցնենք մեր production-ներին, սկզբից breakdown-ները, հետո reaction-ները։ Գնացինք։ Ողջույն, ես Ռուբենն եմ, շատ ուրախ եմ նախագծին մասնակցել ու շատ հետաքրքիր էր, շատ հավես էր Ջուլիի վոկալի հետ աշխատել, գիտեի, որ Ջուլին շատ լավ է երգում, բայց երբ որ առանձին վոկալի վրա աշխատեցի, հասկացա, թե ինչքան լավ է երգում ու այնքան լավ էր, որ շատ ավելացնելու բան ոնց որ չկար, փոխարենը մի քիչ պակասացրեցի։ Կներես, դա էլ լավ հատված էր, բայց մտածեցի, որ այն մտահղացումը, ինչ ես ունեմ իմ տարբերակի համար, գուցե այդքան նպատակահարմար չլինի ու որոշեցի ինձ թույլ տալ դա։ Հիմա փորձեմ նախագիծը ցույց տալ մի փոքր։ Նորինակի ինտրոն, որը շատ հետաքրքիր էր եւ հիշեցնում էր Թոմաս Նյումանի դաշնամուրային հնչողությունը, իմ տարբերակում փոխարինել եմ փաթ հնչողությամբ, բայց գործիքավորման այլ հատվածներում ունեմ դաշնամուր նաեւ, որի համար օգտագործել եմ KSKP Cinematic դաշնամուրը, ունեմ Rhodes դաշնամուր, որոնք հիմնականում միասին չեն հնչում, այլ փոխաջորդում են իրար։ Դա էլ նպատակով եմ արել, որպեսզի գործիքային իմաստով երգի տարբեր հատվածներում գունային բազմազանություն ունենանք։ Օգտագործել եմ նաև 808 bass, որի համար վերցրել եմ ռետրոլոգը եւ ինքը ստեղծել եմ բասի հնչողությունը։ Օգտագործել եմ տես մի փոքր սինթետիկ հնչող վոկալներ։ Որոնք գուցե տենց առանձին շատ լավ չեն հնչում, բայց կարծում եմ կոնտեքստում արդարանում է հնչողությունը։ Առհասարակ շատ քիչ processing-ի եմ ենթարկել գործիքները, նույնն էլ վոկալը, բայց վոկալի վրա ավելացրել եմ FX channel ու ավելացրել եմ Lexicon MX200 որպես reverb ու delay ու արել եմ DAC delay, որ երբ վոկալը ներկա է, reverb-ն ու delay-ը հետ են քաշվում։ Արել եմ այն նպատակով, որ ավելի մաքուր հնչողություն լինի, նույն նպատակով օգտագործել եմ նաև FabFilter Pro ու low cut ու high cut եմ արել FX channel-ը, որպեսզի ավելի կոկիկ reverb ու delay հնչողություն ունենանք։ Դե առհասարակ փորձել եմ անել այն իհարկե ինչ ինձ հետաքրքիր է, բայց նաև հաշվի առնելով այն ժամանակը, որ մենք ունենք նախագիծը իրականացնելու համար, ու հիմա արդեն ունեմ այն տարբերակը, որը ներկայացրել եմ որպես վերջին արդյունք ու հուսամ հետաքրքիր կլինի։ Ոնց մտածում էի, տենց սկսում է։ Սա խարույկ լինի։ Ես մի անգամից մտանք սինտերով Սիրունակ Արմանյան ASMR-ը ուրա տանելու ստակի արպեջատոները շատ սիրում շատ dry sense մտավ շատ հետաքրքիր մուտքեր Հարմյաներին չհովես են
իրա ջարդել։ Սինեմատիկա ամեն ինչ։ Բասը։ Ոնց դուրս եկավ էս բասը։ Սինխրոն Հարմոնիաները ծրեց լրիվ ուրիշ է։ Ցտարքյա բիթ չի զգացում, որ դեկորատիվ ռիթմիկա է ինչ որ։ Ինչ աննարխերը լավ իմաստով։ Ջուլիանայի վոկալները պրոստը իդեալական է գրած։ ինչ որ ստանի ինչ որ մի բանի։ Ուր է ստանում ռոբ։ Ժաներա։ Դիսոնանտ մի հատ կտոր կա մեջը։ Դրա վոկալ ավելացված լինի։ Բաս գիտար, այո։ Ժպիտը դեմքից դուրս չի գալի։ Վաու, վոկալիստ վրայի։ Առնել է երկու մասը իրար հետ անուբեն։ Լրիվ էքսպերիմենտալ, լրիվ Օ, ինձ սիրուն է հարմոնիան։ էլեկտրոնիկ սաունդներով։ Չեմ էլ կարող ինչ-որ բանի նման աստեմ այնքան յունիկ է։ Էս փադերը։ Լաշ փադերը։ Այս դաշերը սպանում է։ Լրիվ ոնց որ նոր սկիզբ էր այս վերջավորությունը։ Շատ թույն է։ Բրավո։ Ջան, էս ինչ լավն էր։ Վաու։ Ինչ որ sense մտածելու տեղի գտված այս տարբերակով sense ինչ որ ուրիշ տեղեր են գար մտքով։ Շատ հետաքրքիր storytelling էր տենց։ Հայ, ոնց որ պատմություն, հա։ Sense հետևից գնում էիր։ Հետարքիր էր, որ ռիթմիկ ստրուկտուրան շատ random ֆակտորներ ուներ մեջը։ Ոնց որ կինոյի ինչ որ դրամատիկ կտորի soundtrack լիներ։ Բարև ձեզ, ես Սերգեյն եմ, շատ ուրախ եմ մասնակցել այս պրոյեկտին, շատ շնորհակալություն ընկերներիս հրավերի համար։ Այս պրոյեկտը շատ կարևոր եմ համարում, հատկապես արտիստների համար, որովհետև շատ կարևոր է արտիստներին հենց լսել իրենց իսկ երգերի ալտերնատիվ գործիքավորման տարբերակներ, որոնք գուցե ինչ-որ ստեղծագործական նոր ուղղություններ, նոր ինչ-որ պատկերացումներ տան նաև իրենց կամ նոր համագործակցություններ ինչու՞ չէ նաև լինեն։ Էքսպերիմենտներ անելը միշտ հետաքրքիր է ու միշտ լավ է, հատկապես մեր ժամանակներում ես շատ կարևորում եմ։ Եվ որպեսզի շատ չերկարացնեմ, կուզենամ ցույց տամ պրոյեկտը, ինչ եմ արել։ Առաջնային պետք է ասեմ այն, որ պրոյեկտին մոտեցել եմ որպես երգի կառուցվածքը պահել եւ ռեմիքս անել տարբերակով, այսինքն իմ համար շատ կարևոր էր երգը հնչի ամբողջական իր տեսքով եւ դրա համար պահել եմ իր կառուցվածքը, ավելի մոտեցրել եմ այն ժանրին, որտեղ որ ես պատկերացրել եմ իրան պետք է հնչի։ Ուրեմն սկսում է վերջի հատվածից երգի, օրիգինալ տարբերակում այս մասը վերջում է, եւ իրան բերել եմ սկիզբ, տեմպը այնտեղից ուներ իմ մոտ 70-ը դարել եւ ավելացրել եմ շատ սիրելի երկու գործիքներ, plugin-ներ, vocal doubler-նա դա մեկը մյուսը reflector-ը,
ինքը Արտուրիա կազմակերպությունն է արտադրում, բազմաշերտ փոփոխությունների կարող է ենթարկել այս պլագինը։ Դրան զուգահեռ մեր մոտ հնչում է նույն վոկալից վերցրած սիմպլերի միջոցով հատվածներ, մոտավորապես ցույց են տալիս թե ժանրը ուր է գնում եւ հիմնական վոկալի մուտքից սկսած արդեն մեր մոտ ավելանում է մի շատ սիրուն գործիք, որը կարծում եմ այս ստեղծագործության համար շատ ներդաշնակա հնչողություն է իրա, դա բավական շատ սիրուն երանգաստեղծել ավելի տենց հարմոնիկ ակադեմիական կյանքից սա նյուենդոյով ձայնագրած արդեն ստուդիայում ձայնագրած դաշնամուր է, որը նույնպես բնականաբար չէի կարող ուղիղ օգտագործել եւ նրան ավելացրել եմ աղմուկային ձայններ եւ հենց արպեջիոները, որոնք որ սենց մի քիչ ծուր հնչողություն ունեն եւ ընդհանուրի մեջ ինքը սենց շատ սիրուն երանգներ է ստեղծում դրոպը, որտեղ արդեն բացվում է իմ sample ռեֆլեկտացիաների եւ արդեն բաս գործիքների մուտքերը օգտագործել եմ շատ հարուստ բասային գծեր, հետո ավելի հարստանում են երկրորդ հատվածում ռիթմիկ գծեր արդեն սներեր 4 հնչողությամբ եւ ստեղ արդեն գնում եմ բասի միջոցով տեղափոխվում եմ լրիվ ջազային միջավայր, որտեղ համընդ օրգան եմ օգտագործել իմ սիրած եւ արդեն վոկալը նույն ձև շարունակվում է վոկալում ունենք էլի բեք վոկալները իր էֆեկտներով հիմնականում ռևերբները ավելացած վոկալային ձայները, որոնք Այսքան է ինձ թվում, հուսով եմ դուր կգա, շնորհակալություն։ Շկայի վոկալ կտորա։ Ահա։ Հետո ես ավելացրած վոկալի գիծը։ Շատ անսպասելի էր։ Ես թվաց արդեն բաս կմտնի ինչ-է։ Լավ էֆեկտ էր։ Օրիգինալից բաներ է վայել։ Օ։ Ահա։ Էլի ինչ մտածում եմ։ Այմա է։ What? Դրոշ սերգն է այս մասը։ Yeah. Alright. Շատ անսպասելի էր։ Ուֆ։ Կոնտրաստ։ Ես սպասում եի, որ Սերգը սենց մի բան անելու է։ Ես ինչ ես արել, Սերգեյ։ Ու տեմբրերը։ Shuffle beat-ը։ Տարավում մի անգամից ջարդեց։ Դա դասավորում մաթեմատիկորեն Այս ինչ է, օյո։ Օй, շատ լավն է այս մասը։ Drei bitte. Շատ լավն է։ Ակադեմիկներ։ Ուրա։ Ընտակի։
sense dark mood-a ստացե էլեկտրո։ Industrial Չեմել կտնում բարեր Էլի շատ էլ բաներ, էքսպերիմենտալ էր, այս ինչ էր Սարերին break beat կու գա էլի Ապրեսեք շատ Չէի պատկերացնում այս ձևով ու շատ հետաքրքիր էր Մի քիչ տարօրինակ էր տենց խառը պոլիմետր լսելը այս քառակուսի բիթի հետ ու ընդեղ այդ շաֆլները, բաները, Զոխրեջան լիքը գործ։ Կտորներ կար, որ շատ տարբեր էր, չի պատկերացնի ու կարողացավ այդ երկու տարբեր մտածողները իրար լավ համադրել, ընդհանուր շատ հետաքրքիր էր։ Այդ ռիսկը, որ ինքը վերցել էր, որ մեջտեղ է այդ swing-ային sense վիճակը մտներ ու դրանով մի հատ ջարդեր ու հետո հետ գար այդ էլեկտրոին, այդ ռիսկ էր, որ տակից դուրս եկար պատվով, ապրես։ Բարև, ես Տիգրանն եմ, այսօրվա թողարկման կիզակետում լինելու է մի շատ գեղեցիկ ստեղծագործություն։ Այսօրվա պրոյեկտի հիմքը այս գեղեցիկ վոկալն է։ Ինքը շատ տեղով աուտենտիկ է, շատ հետաքրքիր է, ուստի և որոշում կայացրեցի, որ սրա շուրջ կառուցվի ամեն ինչ, ձեռս չգնաց ինչ-որ ուրիշ բաներ մտածեմ, ուղղակի միացրել եմ այս վոկալները ու սկսել եմ աշխատել։ 90% ժամանակ ես ուղղակի երգել եմ այս վոկալները ու գործ չեմ արել, որտեվ ներքաշվում ես այդ ամեն ինչի մեջ։ Kick, մի հատ այսպես նինջա կա, kick ninja, ես վերջի հայտնագործություններիցս էր, հայ դեպ ասեմ, ըստ AI կա, բավական լավ աշխատող, կարելի է ինչ-որ sample-նել, drag անել մեջը ու ինքը ինչ-որ բաներ կգեներացրի ինչ-որ waveform-էր, ինչ-որ GitHub-ից քաշած plugin-ա, all pass phase ֆազային շեղումների հետ աշխատում, ոչ ոք ստույգ չգիտի սա ինչի մասին է, բայց շատ հետաքրքիր հնչում է, ինչ-որ փոքր reverb ու այս chain-ը ավարտվում է սրանով, sense ինչ-որ kick-ա։ Snare-ս ոչ մի հետաքրքիր բան չկա, 3 հատ sample-ա խառնած իրար, stack-ով ու reverb-ով, այսպես բան է։ Տոպերի մասով, ասես լիքը ինչ-որ render արած loop-եր եմ սարքել, տարբեր գործիքներից export արած, ձևափոխած ու ասես վերջնական, ինչ-որ այս տեսքի։ Բասի մասին, FM-ի սիրար եմ, սիրում եմ սենց մտնեմ սերում, նկարեմ, ինչ-որ բաների իմպորտանեմ ու զվարջանամ սենց։ Elevate, սովորաբար այդ FM բասերը, երբ որ automate եմ անում, ինքը շատ fluid է ստացվում, իրան պետք է ինչ-որ ձևի control-ի տակ պահել։ Այս տիպի գործիքներով փորձում եմ լուծում այս խնդիրները։ Հասարակ ինչ-որ սինուսա, current համ, ես current-ն էլ եմ մեկ օգտագործում։ Մի տեսակ կրեատիվին նպաստում է, չգիտեմ խի։ Երևի տեսքն է սիրուն։ Piano։ Spitfire piano։ Լողացրած դիլեյների մեջ։ Next atonal pad, կրկին FM, sense մի հատ ուրիշ atonal lead, sense FM։ Բրեյքի մեջ մի հատ վերտալյոտ է հայտնվում։ Այս էլ պոլիմերայսի Bitwig-ի հետաքրքիր բաներ ունի դեպ։ Ասես մոդուլար բաներով որ սիրում է հաստատ կդզի։ Տակ այս էֆեկտները ճիշտ ասած զարմացած եմ, որ գլիչա կող չեմ արել, սովորաբար գլիչերի սիրահար եմ, այս գործում հո այս ինչ քիչ է։ Ասես մի հատ plugin ունեմ, happy accident-ների համար շատ լավ է, ասես roll-out-ով գրում է, դու ես շուրջ հետաքրքիր բան ա եղել, ստեղից այդ waveform-երը վերցնում եմ ու օգտագործում եմ, եթե պետք է, եթե լավ բաներ կա։ Ու այ հիմա վերջ, բարի ունկնդրում։ Ակորդները Միանգամից վոկալից սկսած սկիզբը
մի անգամ drop մտանք։ Շատ ժոստկի էր։ Սիրում եմ սենց բաները շատ։ Այո։ Այո։ Սպասելի էր ակորդները սա։ Minor percussion-ները։ Այո, վոկալի մենակ մնալ։ Շատ հավես է։ Ու սենց վոկալի բալանսը։ Բասի որակը շատ է դուրս գալիս։ Կլոտնի լսվում է, հա։ Սերվացով ձայնը շատ հավես է։ Ով ախասում։ Ոչ կար ձայները։ Շատ հետարքիր էր sound design-ը։ Ով։ Կար ձայնը։ Break beat-ով, dubstep ախառը։ Rolling bass-ը տակից շատ կայֆ է աշխատում։ Այս կլուբում կուզեի լսեի, շատ մոչնի է։ Okay. Բրավո, տիկ ջան։ Ապրես շատ մանրակրկիտ գործեր արած, շատ դուրս եկավ ճիշտ է։ Նախ թույն հնչում է, թույն ստրուկտուրա ուներ, ընդհանուր, ոբշեմ, մի խոսքով խզար։ Շատ հետաքրքիր էր ու դե անսպասելի էր, որովհետև ինձ թվում է Տիգրանի արածները չեմ լսել, այսինքն ընդհանրապես պատկերացում չունեի, թե ոնց կարող լիներ, շատ լավ էր։ Շատ հավես էր, որ սենց իմպուլսը սենց միջև վերջ պահվում էր։ Դա սենց Skrillex-ոտ բան կար մեջը, որ մսոտ հնչողություն կար։ Հա, շատ լավն էր սաունդը։ Իրոք շատ հավես էր։ Ուրեմն այս տարբերակը որ կլսեք, արդեն 3-րդ կամ 4-րդ տարբերակն է որ սկսել եմ սկզբից քան տեղեր գնում եմ, ամեն անգամ ինչ-որ տոպիկ էր առաջանում։ Վերջին ինչ-որ բայ ասի մի վարք են, պետք է հանգստանալ։ Ոնց կնվագեր այս երկը ինչ-որ մի հատ բենդ։ Արագությունը, որը 70 BPM էր, իջացրեցի դառավ 58 BPM, ինչը ինձ տվեց հանգիստ, դինջ իրավիճակ, հետո բլյուզայնություն նույնիսկ։ Ստեղծագործությունը սկսում ենք իմ Trusty keyboard-ով, Rhodes-ով։ Okay. Վոկալի կտորներից, վերջի մասից առանձնացրել եմ այս սենց ռևերս արած մաս, background-ային pad-ը ոնց որ մեր համար աշխատում։ Միանում են բասն ու գիտարները։ Գիտարի թեման թիզը ալնում ամենասկզբում, այստեղ։ Սիրուն ձայնը, հապուկ, թավիշի պես։ Վոկալի մեջ, երբ որ ես պահն է գալիս, Սև սրտի վրա, մի հատ այսինչ հետարքի սաունդ ստացվեց։ Աստե keyboard-ում սենց ինչ-որ jazz-ոտ ակորդներ ունենք, սենց։ Երկրորդ անգամ, որ գիտարները միանում են արդեն իրանց ամբողջական թեմայով։ Դրանից հետո մի հատ այսենց ձայն ունենք, էլեկտրոգիտարի feedback։
Ինչ է կտրվում, որովհետև վոկալի մեջ միանում է այս մասը։ Դուրտեր, հուրտեր։ Բասին միանում է կեղտոտ ռումով էլեկտրոգիտար։ Ինչպես նաև ու մի քանի ոնց որ layer-ա ստացվում վերևները, գիտարներն ու բասերը տակերն են պահում, ու որպեսզի հարվածն էլ ավելի կտրուկ լինի, դրան գումարում ենք այսպես հարվածայիններ միասին, ոնց որ բոլորով, եթե վոկալը անջատենք, կլինի միշտ այն անջում։ Ընդհանրապես մտածում էի ոնց լուծել այս 3/4 վիճակը ու բերել ինչ-որ մի հատ նոր անկյան տակ ու գրուվը մեզ այսպես տեղեր տարավ։ Ու այս գրուվի համար առաջացավ երևի ամենահիմնական թեման, կոնտրապունկտը, որը առաջացավ ստեղծագործության համար։ Մտնում է երկրորդ կուպլետը, վերադառնում են ռոուցերը իրանց փափկությամբ, գիտարները, այս սուս ակորդը, շատ կայֆ ընկցում է էլեկտրոգիտարով, այսպես քորուսոտ, սենց օթային, ու այն գիտարի թեման, որ սկզբում կար հələ միջև հարվածայինները, վերադառնում է արդեն հարվածայինների ժամանակ։ Միանում է իրանց սինթ, տվյալ դեպքում ձիվայի կողմից։ Առհասարակ սինթերի աշխատանքը այս գործում տալիս է այն տիեզերականությունը, որը իմիջայլոց միտք տվեց ընկերներիցս մեկը, Վիգեն Շարաուտ, որ այս գործի մասին խոսում էինք, քննարկում էինք օրիգինալն էից տալի, ասեց, գիտես, պետք է այդ անել, բայց կոսմոս ավելացրա։ Այդ կոսմոսները ավելանալու են սինթերով, ընթացքում էլի ցույց կտամ։ Այստեղից եկավ զգացողությունը, որ ես ինչ-որ պրոգրեսիվ ռոքի կողմ եմ գնում։ Ու լուծվում է դեպի մեր կոնտրապունկտ, հիմա արդեն միանում են իրան գիտարներն էլ, ու տեսեք ես վոկալի մեղեդին ու կոնտրապունկտային մեղեդին ոնց են իրար հետ այս սենց աշխատում։ Վերջին կուլմինացիայի համար մեր սինթերն են միանում, որպեսզի մեր տիեզերականությունը հաղորդեն այս ամեն ինչին։ Այսքանների տարբերակը ձեզ բարի ունկնդրում։ Շկատուկալի։ Տեմպը գցել է բավական։ What the? Միանգամից երազի պես սկսեց։ Այո։ Սիրունա։ Սինտը վերևի։ Առանձրովկան շատ գունային է։ Շատ սիրուն է այս պրոցեսը։ Մի բան ելնելու է։ Ո ինձ սիրուն է։ Ինչ սինեմատիկ, սենց պատմության մեջ ես արդեն։ Շատ լավ է։ Շատ հզոր է հնչում։ Այո։ Շատ կայֆ է։ Ոչկան բասիտ հետ իդեալական է խաղում։ Բասի գիծը։ Ոնց որ live sound-ը լինի։ Շատ բնական է հնչում ամեն ինչ։
Այս ամենաանսպասելիներին համար այս ուղղությունը Ռիվես ակուստիկ վիճակների մեջ Դուր գալիս ես թեման շատ լավն է այս երկու ֆրեյզը որ վերցրել է Basno elektrogitar par շատ լավն է Բասը դեռ ուրիշ տեղից է Արմոյաները դեպսն ախ Շատ կայֆ շատ լավ դուրս եկան Չգիտեմ ինչու է դաժե բիթս ինչ-որ հիշացել Լիքը ուրիշ Շատ հետաքրքիր է բասը փոփոխվում Ժուլիանա ջան շնորհավորում եմ Այս շիշ գործիքներ ես Հրաշք Բրավո Թույն Սուպեր էր, շատ բազմաշերտ էր ամեն իմաստով, թե երաժշտական, թե գործիքավորման տեսակետից ու ամեն անգամ չէ մի նոր բան էր կատարվում, ոչ մի վայրկյան չէր թողում, որ մտքով ինչ-որ ուրիշ տեղ հեռվանաս Բրավո Վաու, բրավո Իրոք բրավո Բրավո Շատ հետաքրքիր էր, շատ փոփոխական էր ու ռոք էս դասական ռոքի վիճակը լրիվ էս նոր սինտերով ու բաներով էս շատ հետաքրքիր էր շատ, ինձ շատ դուր եկավ ու էս իրա ընթացքը էլի որ դու սենց անընդհատ Հա, իրա հետ չիլ վիճակում ես ու սկիզբն էլ սենց շատ կպնող, շատ սիրուն էր, շատ հավանեցի ես ապրեք Սենց բաներ կանենք Չէ Այսքանն էր մեր այսօրվա պրոդուսերը։ Ինչպես միշտ անչափ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից։ Հիշեցնեմ, որ երգի օրիգինալը, ինչպես նաև մեր բոլորի տարբերակները կարող եք գտնել ներքևը նկարագրության մեջ, իսկ մինչ այդ սիրով կսպասենք ձեր մեկնաբանություններին։ Այսքանը, տեսնվենք մյուս պրոդուսերին։